Երեկվա կարկուտի պատճառով մեծ վնասներ են կրել։ Հեսա կարելի է ստուգեք 70-80% ծիրանը դեղցը խփել է, դաժե տեղեր կա, որ լրիվ վսվել գետին։ Էդվարդ Հայրապետյանը ցույց է տալիս նախօրեին տեղացած ուժեղ կարկուտի վնասները։ Ծիրանի, դեղցի, սալորի, կեռասի բերքը փչացել է գրեթե ամբողջությամբ։ Այնա տեսնում եք էլի արդյունքը, սա գյոջայի ծառա, գյոջան լրիվ լսված է գետինը, դեղցերը նույնպես, ծիրանը նույնպես, գիլազը նույնպես, բոլորը շարքից դուրս են եկել, ասենց վաճառքի ոչ մի բան չունենք։ Էսի վաճառքի ենթակա չէ, հեսա մի արևը խփեց, մի շաբաթից հետո լրիվ սևանալու է թափի գետին։ Ապրուստի միակ բանը բերքն է։ Ես 10 օր հետո պետք է գյոջան ծախը էր ինքը, էլի ծախել պրծավ, ինքը վարկեր ունի, ինքը թույնա քիմիկատերա սրսկի ագեմ ծախսեր արի, բան բայց դե իմի այդ վիճակն է։ Էսի առաջին միրգն է Հայաստանում, որ ամենաշուտն ալեմ։ Թանկարժեք միրգ է, այն էլ խնդրեմ։ Եթե վրեն էլ մնացած է, նայ ճյուղի իջացնեք, լրիվ ճյուղի վերին, բերքերը սաղ խփած, ահա, ցույց է տալիս, սաղ վնասված է, սաղ։ Դրանք ոչ մեկը ծախելու ենթակա չէ։ Նայեք, ահա, սաղ խփած։ Էսի մի քիչ որ մեծացավ, լրիվ ռախիտ ու զիբիլա դուս գալու։ Սա անորակ ապրանք ալելու։ Անորակ ապրանքը ինչ են անում, հանձնում են կոնսերվի գործարան։ Ուրեմն օրավարձով աշխատողը մեր մոտ որ բերքահավաքի ժամանակ գալի մասնակցում են բերքահավաքին։ Կիլոն 100 դրամով ծիրան են խաղում։ 40 դրամով գործարանը ծիրան է ընդունելու։ Հոյես հիմար չեմ, պետք է խաղեմ, մի հատ էլ ծախսանեմ, տանեմ գործարան, ավելի լավ չի, թափի նեխի վերջանա գնա։ Արարատի մարզի արևշատ եւ հարակից մի քանի գյուղերի բնակիչներից շատերն են տուժել, ասում են, որոշ դադարներով մոտ 2 ժամ կարկուտ է տեղացել։ Կորցրել են եկամտի հիմնական աղբյուրը։ Մեր եկամուտը հիմնականը գալիս է գյուղ մթերքից։ Մի հեկտար ծառանոցից, մի 20 հատ ծառ, մի 300 հատ դեղցի ծառեր, կարելի ասել բերք չունենք։ Երևի մի 5% որելի լավ է։ Չկա, բերք չկա, գոյություն չունի։ Բերքից 70-80%-ը տակն է, 20-30%-ը որը որ վրան է, կարող ենք հիմա մտնել նայել, ամբողջը վնասված, վարկերի հետ կապված, բավականին վարկեր ունեմ 8 հեկտարից ավել դեղց և ծիրան, կարելի ասել չունեմ արդեն, բերք չունեմ։ Ես չելի մեկի տունը կեթամ բանվորություն կանեմ, հաց կաշխատեմ, բայց մեր ակնկալիքը, մեր հիմնական ապրուստը էսի է։ Էս է նայ։ Խփել է արդեն, ասենք վիրավորել է էլի իրան։ Դնով։ Մոտ 70% համարյա փչացրել է։ Գյուղացիներին ամենից շատ զայրացրել է այն, որ հակակարկտային կայանները սկսել են աշխատել միայն կարկուտից հետո։ 45 րոպե ոչ մի կրակոց չել է։ Կարկուտը փոխարինեց անձրևով, նոր սկսին տպտպացնել ձևի հիմար։ Որ տեսեք, էլի գյուղացիներին օգնում ենք, բայց սուտ է։ Ինչ ով կասի, որ կարկտային կրակել են, կարկուտը ցրել են, չի օգնել, խափոցի է այսի, չի էլ է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ասում են, հակակարկտային կայանները համայնքային իշխանությունների կողմից են կառավարվում, օդերևութաբանական ծառայության հետ համագործակցությամբ։ Համայնքները շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ ծառայությունից ստանում են եղանակային տեսությունը, եղանակային տվյալները եւ անհրաժեշտության դեպքում իրենք են որոշում կայացնում գործարկել հակակարկտային կայանները, թե ոչ։ Ինչու ճիշտ ժամանակին չեն աշխատել կայանները, հատկապես որ պաշտոնական տեղեկատվություն է եղել ամսի 5-ին սպասվող կարկուտի մասին։ Արտաշատի համայնքապետարանից պնդում են, համայնքի բոլոր 50-ից ավելի կայաններն աշխատել են։ Բոլոր կայանքները եղել է մարտական վիճակում եւ պետական եւ համայնքային իր ակտիվ ներգործման աշխատանքները իրականացրել է իր ժամանակին։ Այդ ընդհանուր process-ը տևել է 4 ժամ, դուք չեք պատկերացնի թե ինչ տեսակի անձրևախառը, նաեւ բարբերաբար հետը կարկուտը բերելով անենց որ արդեն այդ կայաններն էլ իր ֆիզիկական վիճակից, քանի որ երրորդ աշճանի նույնիսկ թնդանոթների մեջից ջուրը լցվում է տակից դուրս էր գալի, երբեմն եղել է արդեն խափանու
կանոններ 2-3 ժամ հետո, որ կայանքները արդեն իրանք ֆիզիկապես չեն կարող 4 ժամ մի կայանը այդպես բան դեռևս չի եղել, եթե չլիներ նշված հանգամանքը, ես ինքս պատասխանատու կերպով ասում եմ, որ շատ ավելի ցավալի վիճակ ենք ունենում։ Գյուղացիները սակայն իրենց տեսածին ու լսածին են հավատում, պնդում են, կրակոցի ձայները սկսել են լսել միայն կարկտի ավարտին։ Սակայն նրանց հուզող գլխավոր հարցն այժմ փոխհատուցումն է, եթե կառավարությունը չօգնի, լուրջ ֆինանսական խնդիրների առջև են կանգնելու։ 6 միլիոն 100,000 վարկ ունեմ։ Միայն այս տարի վերցրել եք, որ Հա, մի 2-3 ամիս է վեկալեր եմ, այնալ խնդրեմ։ Ընտրությունների քարոզարշավների ժամանակ սարուձոր են խոստանում։ Չէ, ընտրվան, պրծան, վсё, պրծավ, իշ գյուղացի, իշ բանը, գյուղացու մասին ով մտածի։ Էկոնոմիկայի նախարարությունում ասում են փոխհատուցման հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ համայնքապետարանները կհաշվեն վնասի չափը։ Այդուհանդերձ հնարավոր է ոչ բոլոր գյուղացիները փոխհատուցում ստանան։ Բոլոր այն գյուղացիներին, որոնք արդեն իսկ օգտվել էին նախարարության կողմից իրականացվող ապահովագրական ծրագրերին, որոնց միջոցով կարող են ապահովագրել իրենց բերքը, իրենք կստանան ծրագրով սահմանված գումարի վերադարձ, որը մինչև 75%-ի չափով փոխհատուցում է նախատեսում։ Գյուղացիների մեծ մասը սակայն ապահովագրություն չունի, ասում են բյուրոկրատական քաշքշուկն ավելացել է, դիմելու գործընթացը բարդացել։ Կա, ապահովագրություն չունեն, չեն անում։ Առաջներում այդ մեն պայմանագիր էին կապում, բան էին անում, որ ասենց եթե ցրտարություն ունի, բան պետությունը փոխհատուցի, բայց հիմա էս 2-3 տարի չկա այդ բանը։ Չկա, ժողովրդում է այդ պայմանագիր կապեն, որ ոչ մի կազմակերպություն չկա, որ կանան պայմանագիր կապեն, ասենց որ հիմա sense դեպքերում փոխհատուցեն։ Ամենալավ ինքը էսա ցույց տուր։ Հա, էս Թութը։ Ոչ հաց ազդեմ, ոչ ջուր ազդեմ, ոչ սիլի, ոչ մի բան չի ուզեմ։ Մենակ տա խաղի տարծախի։ Ոչ մի վնաս, ոչ մի կենթանի չի կարող տա այդ բույսին։ Ամենալավ միրգն է։